Նկատում եմ մի աղջնակի, չգիտի ով էր, պարզվա որ ազգային ժողովի դեպուտատ էր։ Դե քանի որ Նիկոլի նավի մեջ խորտակվելուց առաջ փախ է սկսվել, то есть փախան աներցակը, Խաչատուր Սուկյասյանը, то есть սա փախնին գա արդեն Նիկոլի նավից, Նիկոլի նավը խորտակվի ժողովուրդ։ Բայց լսեք այս աղջիկը ինչ կսե կնակննդիկ իր ինտերվյուն նայեք, կսե որ ես ավարտեցի, ես իմ փառքով գործս արեցի, լուրջ կսեմ, այս աղջիկան մի անգամ ամբիոնի մոտ չենք տեսել։ Ես կուզեմ ազգային ժողովի այս անցած, այսինքն այս նստաշրջանի պատգամավորներին հարց տամ, որը դեք ինչ օրինագից բեր է, ինչ եք բերել այս պետության օգուտ, հետաքրքիր է գիտեք որն է ժողովուրդ, այս մարդիկ մեր հաշվին 5 տարվա մեջ ստացել են 60 աշխատավարձ, սա ոչ թե միայն ՔՊԻ-ն է վերաբերում, նաև ընդդիմադիրներին, մենք հարկ ենք տվել, իրանց 60 միլիոն դրամ աշխատավարձ տան ու իրանք ոչ մի բան չունեն։ Ամենալավ պերսպեկտիվային գործն ազգային ժողովը։ Գնում ես, նստում ես, ոչ մի բան չես անում, երկու հատ կնոպ կա սխմեցիր, մի հատ վարչապետին կողացիր, կամ մի ամենար վարչապետին քննադատեցիր, ապահովեցիր ամբողջ աշխարհի մոտ վարչապետի լեգիտիմ լինելը եւ ասեցիր, «Всё, ես այս գործը բրծա»։ Մամ ուշադիր նայեք ժողով, հեշտ մարդ հեշտ բան չի եղել։ Դες կան պրոբլեմները ժողովրդի մեջ կան, ոչ մի պատգամավոր 5 տարվա մեջ ժողովրդի ծոցից, ժողովրդի բերնից ելած պրոբլեմը չի բարձրացնել։ Ժողովրդի պրոբլեմը չի տարա ազգային ժողով։ Ժողովրդի պրոբլեմի մասով ոչ մի օրինակից չի։ Մեր բոլոր օրենքներն ընդունվել են պատժելու համար, շատ հարկ հավաքելու համար, ու վերջ։ Ոչ մի օրենք չի եղել, որ մեր կյանքը բարելավի, հասկանում եք։ Եթե անգամ նման օրենք չգիտեմ, հիպոթետիկ ինչ-որ մեկին գլխում մեջնել եղել է, այդ գլուխը կտրել են։ Եվ այստեղ գալիս է դասական Հովիկ Աղազարյանը, որն ասում է, դիտմամբ թե պատավմամբ, Նիկոլի շնորհիվ թե բախտի բերմամբ հայտնվեցի ազգային ժողովում եւ 60 միլիոն դրամ գումար աշխատեցի։ Աբսուրդ է ժողովուրդ, աբսուրդ է այսօրվա իշխանության։ Եվ ելի կրկնվեմ, ամբողջ այսօրվա իշխանության դեմ ընդդիմությունը ապահովում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը։ Դուք չեք կարող որևիցե աշխարհի ճանաչված եվրոպական ինչ որ կառույցին ասեք, որ Նիկոլ Փաշինյանը դիկտատոր է։ Նիկոլ Փաշինյանը դիկտատոր չէ։ Դիկտատոր եղնողը չէր ունենա ազգային ժողովում ընդդիմություն, որը կերնի բերն են կալածը, չէր ունենա հեռուստաընկերություններ ընդդիմադիր, որոնք կերնին բերն են կալածը, չէր ունենա ընդդիմադիր բլոգերներ։ Եվ քանի կանք մենք, քանի կան դիմությունը, կա Նիկոլ Փաշինյանը։ Ուստի բերեք մեր բան հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանի անունը չտալով մենք Նիկոլ Փաշինյանին ավելի վատություն կենենք։ Բայց չէ, խայտը Նիկոլ Փաշինյանի մեջն է եւ բոլորը խոսում են Նիկոլից։